Մենք բոլորս լսել ենք հնագույն պատմությունը, ըստ Ծննդոց գրքի, Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից կամ եբրայերեն Ադամայից։ Այն միշտ հնչել է որպես պարզ առակ, որը սովորեցնում է մարդու խոնարհության մասին։ Բայց ինչ, եթե այս հնագույն իմաստությունը զարմանալիորեն քիմիապես ճշգրիտ է։ Գիտությունը հաստատում է, մենք իսկապես փոշի ենք, բայց ոչ թե պարզապես երկրային փոշի, այլ տիեզերական աղբյուրի նյութ։ Ֆիզիկայի լեզվով մենք աստղային փոշի ենք։ Տիեզերքի սկզբում գոյություն ունեին միայն ջրածինն ու հելիումը, մեծ պայթյունի արգասիքը, սակայն մեր մարմնի 96%-ը կազմող ածխածինը, թթվածինն ու ազոտը կոփվել են միլիարդավոր տարիներ առաջ մահացած հնագույն աստղերի միջուկներում։ Այս ատոմները ճանապարհորդել են տիեզերքով, մինչև հավաքվել են մեր մոլորակում, դառնալով Ադամը։ Մեր կյանքի համար անհրաժեշտ ավելի ծանր տարրերը, ինչպես օրինակ ոսկորների կալցիումը կամ ԴՆԹ-ի ֆոսֆորը, ստեղծվել են ավելի բռնի իրադարձությունների ժամանակ։ Մասնավորապես, մեր արյան մեջ առկա երկաթի ատոմները ստեղծվել են զանգվածային աստղերի, գերնորերի պայթյունների ժամանակ։ Այս երկաթը կիսում է ճիշտ նույն ծագումը, ինչ ցանկացած երկնաքար, որ հարվածում է երկրին։ Մենք ոչ միայն աստղային փոշի ենք, այլև ճշգրտորեն ընտրված փոշի։ Երկրի մակերևույթը գերակշռում է սիլիցիումով և ալյումինով, սակայն մարդկային կյանքը գրեթե ամբողջությամբ բացառում է այս տարրերը, որովհետև աստղածինը, որը հազվագյուտ է երկրի կեղևում, միակ տարրն է, որը ջրային միջավայրում կարող է ստեղծել բարդ ճկուն կապեր։ Ահա ամենախորը պարադոքսը։ Մեր մարմինը կազմող բոլոր հում քիմիական տարրերը, եթե վաճառվեին որպես ապրանք, կարժենային ընդամենը մոտ $145։ Մենք միաժամանակ նյութապես գրեթե անարժեք ենք, բայց տիեզերական առումով անգին։ Մեր մարմինը փոշի է ոչ միայն երկրի, այլ տիեզերքի, որի միջով հոսում է կյանքի շունչը։ Հնագույն իմաստությունը և ժամանակակից գիտությունը միավորվում են մեզ տալով միասնական պատասխան։ Մենք անխախտելիորեն կապված ենք երկրի հետ։ Մենք աստղային փոշի ենք, որը սկսել է մտածել ու զգալ։ Իսկ դու ինչ ես կարծում այս թեմայի վերաբերյալ։ Գրիր քո կարծիքը տեսանյութի մեկնաբանություններում, ինչպես նաև լայքիր տեսանյութը, որպեսզի այն հնարավորինս տարածվի, եւ բաժանորդագրվիր Արգամ բլոգի էջերին ավելին իմանալու համար։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր, կհանդիպենք։